Ուղղափառ աշխարհը սգում է Վրաստանի կաթողիկոս պատրիարքի մահը, երկրորդ օրն է, ինչ մարդկանց հոսքը դեպի երրորդության տաճար չի դադարում։ Ուխտավորները երրորդության տաճարում իրենց հարգանքի տուրքն են մատուցում պատրիարքին։ Հիշեցնենք, որ Իլիա II կյանքից հեռացել է մարտի 17-ին 93 տարեկան հասակում։ Իլիա II հուղարկավորությանը կմասնակցի նաև նորին սրբություն տիեզերական պատրիարք Բարթուղիմեոսը։ Տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել է արտգործնախարարությունը։ Տիեզերական պատրիարքը Սուրբ Գևորգ պատրիարքական տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցել Իլիա II հոգու հիշատակին։ Վրաց եկեղեցու Սուրբ Սինոդին ուղված նամակում նա հայտնել է տիեզերական պատրիարքության եւ իր անկեղծ ցավակցությունները Վրաստանի կաթողիկոս պատրիարք հանգուցյալ Իլիա II մահվան կապակցությամբ։ Ուղղափառ աշխարհը սգում է Վրաստանի կաթողիկոս պատրիարք նորին սրբություն Իլիա II մահը։ Ցավակցական նամակներ են ուղարկվում ինչպես Վրաստանի պատրիարքարանից, այնպես էլ պետական ամենաբարձր պաշտոնյաներից։ Վրաստանում չեղարկվել են տարբեր կրոնական դավանանքների հանդիսավոր տոները։ Վերածննդի դարաշրջանի պատրիարք, վրաց ժողովրդի սիրելի եղբայր, անմոռանալի հայր, այսպես են Վրաստանի կաթողիկոս պատրիարքին անվանում ցավակցական նամակներում։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ղեկավար Ասաֆ Հաջիևը ցավակցական նամակով դիմում է արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիին Վրաստանի կաթողիկոս պատրիարքի մահվան կապակցությամբ։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության եւ անձամբ հիմանունից խորը ցավակցություն եմ հայտնում համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք նորին սրբություն եւ երանություն Իլիա II մահվան կապակցությամբ։ Նորին սրբություն Իլիա II միջազգային ճանաչում ուներ որպես ականավոր հոգևոր առաջնորդ, ով իր կյանքը նվիրել էր խաղաղության, միասնությանն ու համագործակցության ամրապնդմանը, ինչպես Վրաստանում, այնպես էլ Սևծովյան տարածաշրջանում։ Նրա իմաստությունը, բարոյական հեղինակությունը եւ երկխոսության եւ փոխըմբռնման նկատմամբ անսասան նվիրվածությունը մեծ ներդրում է ունեցել ժողովուրդների միջև ներդաշնակության ամրապնդման գործում։ Ձերդ գերազանցություն այս վշտի ժամին խնդրում եմ ընդունել մեր խորին հարգանքը եւ անկեղծ կարեկցանքը վրաց ժողովրդի նկատմամբ։ Ցավակցական հեռագրում է գրված այսպես։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ։ Սահմանափակումը պայմանավորված է Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II մահվան հետ կապակցությամբ։ Երթևեկությունը արգելված է Ավլաբարի հրապարակից Մեսխիշվիլի եւ Գոնաշվիլի փողոցներով Սուրբ Երրորդություն տաճարի ուղղությամբ, Բարաթաշվիլիի Ծուրծումյա փողոցի ուղղությամբ, Ախվլեդեյանի փողոցից Սամերգելո փողոցի ուղղությամբ, Սայինգիլո փողոցից Գումբրի փողոցի ուղղությամբ, Գորկի եւ Բուխայիձեի փողոցներից Սամերգելո փողոցի ուղղությամբ։ Արգելված է նաեւ Մեսխիշվիլի եւ Գոնաշվիլի փողոցների ուղղությամբ երթևեկությունը։ Հետիոտները կկարողանան Ավլաբարի մետրոկայանից Մեսխիշվիլի փողոցով բարձրանալ Սուրբ Երրորդության տաճար եւ վերադառնալ Գոնաշվիլիի փողոցով։ Ներքին գործերի նախարարությունը նույնպես համագործակցում է քաղաքապետարանի հետ այս գործընթացում։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հուղարկավորության կապակցությամբ Թբիլիսիի քաղաքային տրանսպորտը մարտի 21-ին եւ 22-ին ուղևորներին կսպասարկի անվճար։ Վրաստանի կառավարությունը հայտարարություն է տարածել այս մասին։ Նրանց խոսքով բացի այդ անվճար տրանսպորտ կտրամադրվի շրջաններից Թբիլիսի մեկնել ցանկացողներին։ Նշված որոշումը կայացրել է համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II ուղարկավորության կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը։ Հանձնաժողովի որոշման համաձայն ուղևորներին անվճար կսպասարկի նաև Վրաստանի երկաթուղին։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի մահվան կապակցությամբ Վրաստանում մարտի 22-ից հայտարարվել է 6-օրյա սուկ։ Ծխական համայնքը սգում է պատրիարքի մահը Վրաստանի բոլոր մարզերում։ Աջարիայի ծխական համայնքը իր ցավակցությունն է հայտնել հոգևոր հոր կորստի կապակցությամբ։